Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է եւ իմ հյուրն այսօր Նարէ Սահակյանն է։ Նարէ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու։ Դու արվեստաբան ես, բայց քո սկզբնական առաջին կրթությունը լրագրողական է։ Հիշում ես լրագրություն մասնագիտությունը ինչպես հետաքրքրեց քեզ եւ ինչու որոշեցիր հենց այս մասնագիտությամբ սովորել։ Լրագրությունը ոչ բարդ հարց է տալիս։ Ինձ թվում է տենց ինքնաբերաբար է ստացվել մի տեսակ։ Քույրս լրագրող էր աշխատում, ես տենց ոգևորված էի, մի քիչ էլ ես էի փորձեր անում թինեյջ ժամանակ, տենց մտածի հավես գործ է, կարամ անեմ, բայց որ սկսեցի իսկապես աշխատել ու համել լրագրության ֆակուլտետում սովորել, զգացի, որ այդքան էլ հարմար չի ինձ ու ուրիշ հարցեր ունեմ, դրանց հետևից գնացի։ Որ ասում ես փորձեր էիր անում, գրում էիր, ինչ որ վիդեոներ էիր սարքում, ինչ էիր անում։ Ես իրականում տենց չեմ հանրայնացնում հաճախ, բայց բուժու ժամանակ հեքիաթ էի պատմում Մարզային TV-ում։ Տեղից է սկսել։ Որ TV-ներ։ Աբովյան TV-ն։ Հա, տեղով հեքիաթներ։ Հետո ինչ որ մանկապատանեկան հաղորդում կար, դպրոցներում ինչ որ երեխեքի հետ հարցազրույցներ էի անում, բան, տենց մանր-մունր փորձեր էին TV-ում հիմնականում։ Հետո որ եկար լրագրության ֆակուլտետ Երևանի պետական համալսարանի, հենց ենթադրում եմ, ու սովորում էիր, ինչն էր, որ մանավանդ հաշվի առնելով, որ փորձ ուներ, հա, ինչ որ հաղորդումների մասնակցելու, հարցազրույցներ անելու եւ այլն, ինչն էր, որ քեզ ստիպեց հասկանալ, որ չէ, սա այն մասնագիտությունը չի, որով ուզում ես շարունակել։ Դե գիտես, Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը ամենաջահել ֆակուլտետն է եւ մասնագետներ կային իհարկե, որոնք տենց գործնականում լրագրություն սովորեցնում էին անել, բայց ես հիշում եմ, որ ավել հարցեր կային իմ մտքում, որոնք տենց շատ չէին բավարարվում, էլի։ Եվ այդ այն շրջաններ ես 2009-ին եմ ընդունվել, պատկերացնում եք երևի 2008-ի այդ ամենադառը պատմություններից հետո մի տեսակ շատ լճացած շրջան էր, հատկապես լրագրության համար, եւ հետաքրքիր չէր ուղղակի։ Ու իրականում իմ մոտ տենց պահ կա էլի, որ հետաքրքրությունը այդ տենց ուժ է իմ համար, որ մղում է։ Եթե մի բան հետաքրքիր չի, ոնց որ տենց ուրիշ տեղ եմ փնտրում հետաքրքրություն։ Այդ ուրիշ տեղը որն էր, ինչը սկսեց հետաքրքրել քեզ, որ հետո պիտի կանխորոշեր, թե հետագայում ինչով էիր զբաղվելու։ Դե ասում եմ, այդ ժամանակ մի տեսակ տենց ես ու նաև ընկերներ ունեի նույն ֆակուլտետից, նույն կուրսից, տենց մի ցակ խելագարի պես ման էին գալիս մարդու կամ մարդկանց կամ տեղեր, որոնք հետաքրքիր բաներ կասեն, որ տենց կարողանանք գլուխ անել էլի այս աշխարհից շատ ջահել ու մոլորված, այդ տեղը իմ համար ժամանակակից արվեստի ինստիտուտը դարձավ, ես չէի նախապես այնտեղ գնալուց չէի մտածել, որ պետք է արվեստաբան լինեմ, ինձ հետաքրքիր էր ուղղակի այն ինչ որ խոսվում էր այդ դպրոցում ու ընդունվեցի ժամանակակից արվեստի ինստիտուտ Երևանի արվեստի պատմություն եւ տեսություն մոդուլ։ Ու որ պահին ու ոնց հասկացար, որ դու գտել ես այն, որովհետեւ ասում ես, որ ուսանող ընկերներով այդ ժամանակ փնտրում էիք, հա, թե ինչն է հետաքրքիր, որտեղ գնաք, որ հետաքրքիր բաներ լսեք, ինչն էր այդտեղ, որ հա, հենց այնտեղն է, որ պիտի լինեմ եւ ես գտել եմ։ Գիտես, դժվար է այդ ասել, որովհետեւ շատ վտանգ կա, որ կարաս տենց հետահայաց պատմություն սարքես։ Բայց ես մտածում եմ, որ տարերային բան կա դրա մեջ, էլի, եթե հետաքրքրությամբ ես առաջնորդվում։ Միահագին շրջան ես տենց չէի մտածում, ինչ եմ մասնագիտությամբ։ Անում էի ինչ որ հետաքրքիր էր։ Հետո արդեն, երբ որ մագիստրական կրթության հարց կար, եւ նաեւ Հովհաննիսյան ինստիտուտը հիմնեցինք, կամած այդտեղ սկսեցի մտածել, որ հա էլի, ոնց որ ես արվեստ եմ սիրում, արվեստաբանություն եմ սիրում, այդտեղ նաեւ դեր խաղացին այն արվեստագետ ընկերները, ում հետ ընկերացա ժամանակակից արվեստի ինստիտուտում, իրանց հետ է նաեւ, որ սկսեցի քննադատական հոդվածներ գրել, մի շրջան արվեստի քննադատությամբ էի զբաղվում, հետո էլի տենց հանգամանքների բերումով սկսեցի ցուցահանդեսներ անել,
ու արդեն հետահայաց մի տեսակ ինքս իմ համար հասկացա, որ փաստորեն ես արվեստաբան եմ, կուրատոր եմ եւ ուզում եմ կուրատորություն սովորել ու արվեստաբան։ Մինչև կշարունակենք թե ինչ կրթություն ստացար ու ոնց եկար դեպի հետազոտություններ, ասում ես, որ ցուցահանդեսներ էիր նաեւ կազմակերպում, արվեստի քննադատությամբ էիր զբաղվում, գուցե պատմես այդ աշխատանքից, այդ տարիներից, ինչ էիր անում։ Դե ժամանակակից արվեստի ինստիտուտը հենց դրա համար է, որ մարդիկ սովորեն ժամանակակից արվեստը ինչ է ու նաև որոշակի կուրատորական պրակտիկաների ներգրավել։ Իմ փորձը շատ լավն էր այդ առումով իրականում, որովհետև The Club Gallery-ն կար այդ ժամանակ, այսինքն մի տեսակ մեր արած ցուցահանդեսներով եղավ այդ գալերին, ես եւ Աննա Ժամակոչյանը ժամանակ սկսեցինք հետազոտական ցուցահանդեսներ անել, 4 ցուցահանդես արեցինք այդտեղ եւ այդ իմ համար ոնց որ կուրատորություն մուտք գործելու տենց կետ էր էլի, իսկ քննադատություն ես առաջին իմ քննադատական հոդվածը գրել եմ իմ ընկեր արվեստագետ Գոր Ենգոյանի արվեստ ցուցահանդեսի մասին։ Հենց ցուցահանդեսների մասին էր այսինքն։ Հա, այդ էի անում, այսինքն ցուցահանդեսների փորձում էի հասկանալ, որտեվ համել տենց գիտես մի տեսակ տենց ջահելական ակտիվ բուրըն վիճակ էր, մարդիկ բան էին անում, դու այդ բանով ոգևորվում էիր, փորձում էիր տենց տեքստ գրել, որ հասկանաս ինչ են անում, նաև ուրիշները հասկանան ընկերներդ ինչ են անում, սենց մի հատ բան չկանոնակարգված բուրըն ու հետաքրքիր process-ի մեջ էինք, քննադատական այդ հոդվածներս այդ process-ի արդյունք են եղել, դե ցուցահանդեսներն էլ ասեցի, հետո արդեն Club Gallery-ից հետո արեցինք տենց նփակում ալտերնատիվ արվեստի ցուցահանդես փառատոնը կար, որի 17 թվականի կուրատորը Արմենա Գրիգորյանն էր, իր կոնցեպտը փառատոնի մի տեսակ տենց հիմնվեց մեր խոսակցությունների վրա Հայաստանում կոնցեպտուալ արվեստի հիմնարկման շուրջ իմ թեզի շրջանակում ես այդ փառատոնի մեջ նաև արեցի այդ հակասություններ նփակը 1996-ին հետազոտական ցուցահանդեսը եւ այդ վերջին ցուցահանդեսն էր, որ Երևանում արեցի ու տեղափոխվեցի սովորելու։ Տեղափոխվեցիր Բեյրութ։ Ոնց ստացվեց, ինչու հենց Բեյրութ եւ գնացիր ինչ սովորելու։ Դե ժամանակակից արվեստի ինստիտուտում դասավանդում էր իմ հետո արդեն իմ ղեկավար արվեստաբան Անժելա Հարությունյանը, տեսակապով էր դասավանդում, ես իրան չէի տեսել, եւ իր դասերը իմ համար շատ ոգեշնչող էին ու հետաքրքիր էին։ Նաեւ գիտեի, որ Բեյրութի ամերիկյան համալսարանում ուրիշ դասախոսներ են դասավանդում, որոնք էլի իրենց կարդացել էի, հետաքրքրված էի եւ այդ տարին էր հենց, որ Անժելան բացեց մագիստրական ծրագիր, որ կոչվում էր Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Ինքը այնտեղ էր դասավանդում, բայց համատեղում էր մեզ էր դաս տալիս Այկայում։ Այդ բաժինը, ծրագիրը, այսինքն կոչվում էր արվեստի պատմություն եւ կուրատորություն։ Այն ինչով որ արդեն իսկ սկսել էի հետաքրքրվել ու անում էի այդ գործը եւ տենց մտածեցի, որ իսկ իմ տեղն է, պետքա փորձել գնալ, բայց այդ 2017-ն էր, մինչ այդ բացի քննադատական հոդվածներ ու ցուցահանդեսներ անելը, մենք արդեն հիմնադրել էինք Հովհաննիսյան ինստիտուտը, որը հետո արդեն իմ գիտական ճանապարհի համար անփոխարինելի էական դեր ունեցավ։ Ես արդեն դրա անդամ էի, որ գնացի սովորելու։ Այսպես մենք հիմնադրել էինք, ովքեր եք դուք եւ կարծեմ 2014-ին հիմնադրեցիք, գուցե մինչեւ կտեղափոխվենք Բեյրութ եւ կհետևենք թե այնտեղ ոնց էր անցնում կյանքը, ինչ էր սովորում, մի բան հասկանանք, ինչ է Հովհաննիսյան ինստիտուտը, ինչպես հիմնադրվեց եւ ինչ գաղափար էր դրա հիմքում դրված։ Դե Հովհաննիսյան ինստիտուտի նախաձեռնողը Վարդան Ազատյանն է։ Հիմնադիրները մենք ենք, մենք ասածը մի քանի գիտնական եւ գիտությամբ հետաքրքրված ընկերներ, ովքեր ուզում էին Հայաստանում գիտություն անել։ Ըստ էության այդ ամենասկզբում իմ մտքում էդ էր, որ Հայաստանում հնարավոր լինի գիտություն անել, լավ գիտություն անել եւ դրանով ապրել։ Ու համել շրջանակը կար արդեն,
ընկերների այս պահին չեմ ուզում թիվ ասել, որովհետև կարող է սխալվեմ, բայց բավական փոքր շրջանակ էր այդ շրջանակը, եւ ամեն մեկս մի գործով էինք զբաղվում, ամեն մեկս հետաքրքրությունների մեր շրջանակն ունեինք, ու նաեւ տենց խոսակցություններ կային, որոնք շատ արժեքավոր էին, եւ տեղից տենց մի տեսակ ծնվեց ինստիտուտի գաղափարը, որը ենթադրում է, մեր ինստիտուտը հենց դրա համար է ստեղծված, որ Հայաստանում գիտություն անելը դիտարկվի կամ հայ գիտնականը կարողանա միջազգային ակադեմիայի չափանիշներով գիտություն անել Հայաստանում ստեղը կարևորելով եւ ստեղով հետաքրքրվելով հետազոտությունների առանցքը, ինչպես հասկանում եմ, հենց Հայաստանն է, Հայաստանի պատմությունը, մշակութային, քաղաքական ինչ-որ իրողություններ, որ եթե փորձենք ամփոփ մի քանի նախադասությամբ ներկայացնել, թե ինչ թեմաներ է ուշադրության կենտրոնում պահում ինստիտուտը։ Դե իրականում ինստիտուտի հետազոտական հետաքրքրությունների շրջանակը բյուրեղացավ ավելի ուշ հայկական արդիությունների ուսումնասիրման այն նախագծով, որ սկսեցինք 21 թվականին, բայց եթե հետ նայեք, ասենք 15-16 թվականի մեր հրատարակած գրքերին այդտեղ էլ երևում է, որ մեր հետաքրքրությունների առանցքը հայերի արդիացումն է, այն process-ները, որ թույլ են տվել հայերին արդիանալ, բայց միաժամանակ հակասություններ են ստեղծել այդ արդիացման process-ներում։ Մենք ոչ թե սահմանափակում ենք մեր հետազոտությունների շրջանակը հայերով, այլ որպես հենակետ ենք վերցնում հայաստանյան փորձը, որպեսզի կարողանանք մտածել։ Որովհետև եթե ստեղի մասին չմտածես, եթե քո անմիջական փորձի մասին չմտածես, դժվար է գիտություն անել։ Դեռ կգանք նրան, թե ինչ է նշանակում Հայաստանի կամ հայերի արդիականացում եւ հետազոտական արդեն ավելի քոնեղ հետաքրքրություններին, բայց հիմա արդեն իսկապես տեղափոխվենք Բեյրութ, որտեղ դու գնացիր արվեստի պատմություն եւ կուրատորություն սովորելու եւ որտեղ 2 տարի կարծես, մնացիր, ինչպես էր անցնում այնտեղ կյանքը եւ ուսումնական նաեւ գործընթացը։ Դե կյանքը բարդ էր։ Ինչու՞։ Ինչպես ամեն նոր Հայաստանից տեղափոխված ուսանող, ես էլ խնդիրներ ունեի, մեր քաղաքից, Երևանից շատ տարբեր քաղաքում էի հայտնվել, թե ենթակառուցվածքներով, թե մշակույթով, ամեն ինչով տարբեր։ Այսինքն սկսած հանրային տրանսպորտից, վերջացրած մայթերի նեղությունից, մինչև ուր ասես, ինչ ասես, տարբեր էր։ Մենակ էր։ Այո, մենակ էի։ Եվ դրա հետ բարդ էր հարաբերվել սկզբում, բայց հետո այդ տենց շատ ինձ թվում է այդ շատ կարևոր փորձ է ամեն ուսանողի համար իր երկրից դուրս լինել եւ մի տեսակ տենց զգալ, որ մեծ աշխարհ կա, այդ աշխարհը շատ բազմազան է եւ բազմազան է ոչ թե գաղափարապես, պարզապես, այլ չգիտեմ։ Օրինակ, թե ինչքան տարբեր են ամեն երկրում խառը կանաչին վաճառում, այդ մակարդակում էլի, որտեվ կարևոր է տենց կողքից տեսնել, թե սովորությունները, որ մեր համար շատ սովորական բաներ են, ինչքան տարբեր են աշխարհում։ Իսկ հայկական համայնք այնտեղ վստահ եմ կա, ծանոթանալու, ինչ-որ շփումների, մտերմանալու փորձեր եղել են, թե ուսանողների շրջանակում կամ դրանից դուրս կամ գուցե արվեստով հետաքրքրված մարդկանց հետ։ Գիտես, այդքան էլ չէ, իրականում ցավոք թե չէ, չգիտեմ, ինձ բախտ չվիճակվեց շատ կապ ունենալ հայկական համայնքի հետ։ Ես սովորում էի Բեյրութի ամերիկյան համալսարանում, այդ տեղակայված քաղաքի ուրիշ հատվածում, քան հայաշատ թաղամասերն են, եւ քաղաքը ինքը կոմունիկացիաներով շատ ակտիվ քաղաք չի, դժվար է մի տեղից մյուսը հասնել, եւ ես ապրում էի Համրա կոչվող այդ թաղամասում, որը հեռու էր հայերից։ Իմ փորձն էլ կրթական այդքան կապված չէր հայության հետ։ Ավելի շատ տենց համալսարանի հետ էր կապված, որում սովորում էի։ Դու արդեն Հայաստանում 2 ուսումնական հաստատություն փորձարկելու հնարավորություն ունեցել ես եւ արդեն
բացի անձնական փորձառություններից նաև կրթական առումով այլ համակարգեր շփվելու հնարավորություն ուներ եւ ինչպիսին էին քո տպավորությունները ու արդյոք քեզ բավարարում էր այն կրթությունը, որը ստանում էիր այնտեղ։ Արևմտյան շատ կրթական հաստատություններից շատ-շատերն էին իմ դասախոսներից, որ տեղափոխվել էին Բեյրութ եւ հենց այդ շրջանում։ Եվ շատ հաճախ այդքան էլ հարմար իրենց չզգալով արևմտյան հաստատություններում։ Եվ այն պահը, որ ես էի այնտեղ, շատ շահեկան պահ էր։ Ես ունեի ու այդ նաև բարդություններ էր իհարկե առաջացնում, որտեղ ես ունեի գերմանացի, անգլիացի, արաբ, արևելյան Եվրոպայից, որտեղից ասես դասախոսներ ունեի, օրինակ շփման մակարդակում այդ իմ համար լուրջ բարդություններ էր առաջացնում, որտեղ տարբեր акցենտներ էին ու շատ բարդ էր գլուխ անելը, բայց միաժամանակ այդ շատ շահեկան էր իմ համար, որտեղ իրենք իրենց համալսարաններից բերած մշակույթը ներդնում էին այդ կրթական ծրագրի մեջ, որը իսկապես անգնահատելի փորձ էր։ Երևի այդ կարող եմ նշել հատկապես։ Դե համել, գիտես, Երևանի պետական համալսարանների համալսարանական փորձը ու նաև բոլորս գիտենք, որ հետխորհրդային կրթական հաստատությունների բուն կառուցվածքն իսկ շատ է տարբերվում ամերիկյան հաստատություններից եւ իմ ամերիկյան համալսարանի այդ փորձը շրջադարձային էր այդ առումով, հենց տարբերության առումով, որտեղ շատ մեծ էր տարբերությունը։ Ու հիշում ես ինչ թեմայով էր թեզդ գրում, քանի որ մագիստրոսականն է։ Այո, չեմ հիշում։ Ինչ հետաքրքիր է, ինչի մասին էր, որովհետև արդեն ենթադրում եմ, որ հետազոտական աշխատանքի փորձը դեռ արդեն Հայաստանում ուներ եւ այդտեղ մագիստրոսական կրթության շրջանակում։ Դե ասեցի, ես Ժամանակակից արվեստի ինստիտուտում թեզս պաշտպանել եմ դրվագներ 90-ականների կոնցեպտուալ արվեստի սկզբնավորման հարաբերություններ եւ դիրքորոշումներ, տենց էր կոչվում։ Եվ Բեյրութ գնալուց մտածում էի, որ կշարունակեմ այս ուղղությունը, բայց կրթությունը տենց բան է, ինքը տենց քեզ փոխող բան է, եւ ինչքան թողես որ փոխի, այնքան լավ։ Տենց փոխեց իմ հետազոտական մտահոգությունները եւ իմ ավարտական թեզը, որ 21 թվականին եմ պաշտպանել, դարձավ Կանտի հետխորհրդային հմայքը Վիլհելմ Մաթևոսյանի արվեստաբանությունը։ Ես այդտեղ ուսումնասիրում էի Վիլհելմ Մաթևոսյանին, թեև արվեստաբան, եւ փորձում էի հասկանալ, թե ինչ այլընտրանքային ճանապարհներ է ինքը փնտրել Խրուշչովյան ձնհալից հետո նոր տիպի արվեստաբանություն անելու մեր մոտ եւ այդ այլընտրանքային ճանապարհները իմ հայացքում կամ գոնե ես վերցնում էի հատկապես այդ կտորը կապված էին Կանտի, Էմանուել Կանտի եւ կանտական արվեստաբանության տարբեր ճյուղերի հետ։ Ասածս այն էր, որ կա կանտական արվեստաբանություն, չէ՞, տենց ուղղություններ կան, տարբեր տիպի կանտական արվեստաբանություններ կան արևմուտքում, բայց ստեղ երևում էր, որ հետխորհրդային կանտականություն կա, որը հիմնվում է ոչ թե կոնկրետ դպրոցների վրա, այլ այն կտրտված կտորտանքների, որոնք հասել են խորհրդային միություն 60-ականներից սկսած։ Այդ իմ համար շատ հավես գործ էր, որ արեցի, որով մինչև հիմա էլ հետաքրքրված եմ, մտահոգված եմ ու որոշ գծեր ուզում եմ շարունակել բացել։ Արդեն գալով նրան, որ վերադարձար Հայաստան եւ Հովհաննիսյան ինստիտուտը, որ արդեն հիմնադրել եք ընկերներով, այստեղ սկսեցիր կամ շարունակեցիր քո հետազոտությունները, նշեցիր արդեն, որ հայկական արդիությունների ուսումնասիրության վերաբերյալ ծրագիր էիք սկսել ու դրա շրջանակում էիր հետազոտություններ իրականացնում։ Մինչև կգանք նրան, թե դու ինչ նեղ թեմաներով էիր անում, փորձենք հասկանանք ինչ ասել են, որ ասում էի կգանք դա հասկանալու Հայաստանի կամ հայերի արդիություն, արդիականացում, չգիտեմ, ոնց ասեմ, որ ճիշտ լինի տերմինը։ Դե տես արդիություն, որ ասում ենք, այդ ունի ժամանակային կոնկրետ շրջան, չէ՞։ Մեր մոտ կարող ենք տեսնել 18-րդ դարի վերջ,
կամած վաղարդի, եթե չեմ սխալվում, որտեղ իմ ուսումնասիրությունները 10-րդ դարի շրջանակում են, ուրեմն 18-ի վերջ, 19-ի սկզբից արդեն կամած մեր մոտ ենք տեսնում process-ներ, արդիացման process-ներ։ Այս արդիություն ասածը տենց մեծ բան է, էլի, որ կատարվել է աշխարհով մեկ։ Հիմա մեր հետազոտությունը ինչի մասին է։ Հայերին արդիացնելու տարբեր փորձեր են եղել։ Բայց մեր հայացքում այդ փորձերը բախվել են կոնկրետ բարքի ձևերի, որոնք ընդդիմանում են այդ արդիացմանը։ Հիմա փոխանակ մտածենք, թե ոնց անենք, որ արդիացման այս process-ները առաջ գնան կամ հաղթեն, այսպես ասած, մենք սկսեցինք մտածել, թե այս ինչ հակասության մեջ է հայտնվում հայությունը, երբ որ վերևից փորձ արվում, երբ որ ասում են վերևից նկատի ունեմ, ասենք մտավորականության կողմից, պետության կողմից կամ ոչ թե մեր, այլ ուրիշ պետության կողմից, եկեղեցու կողմից, որևէ մի կողմից, երբ որ հայերին արդիանալու վերևից իջեցված հրամայական է լինում, տակից ինչ որ բան սկսում է անդիմանալ։ Եվ այս հակասությունն է, որ ընկած է մեր հայկական արդիությունների ուսումնասիրման այս ամբողջ նախագծի հիմքում։ Ուրեմն խոսքը ոչ թե արդիացմանը ջատագովությունն է, այլ հասկանալը, թե այս ինչ process է տեղի ունենում մեր մոտ, երբ որ փորձում ենք արդիացնել։ Երևի թե գանք արդեն քո հետազոտական հետաքրքրություններին է, այսինքն այն թեմաները, որոնք դու ուսումնասիրում ես, այդ դրանցով ինչպես ես փորձում այդ հակասությունները ու հարաբերությունները հասկանալ եւ հատկապես ինչ թեմաներ են, որ հիմա քո ուշադրության կենտրոնում են։ Դե նախ երևի պետք է սկսեմ նրանից, որ ես Հովհաննիսյան ինստիտուտում միջև այս հետազոտությունները ու նաև այս հետազոտությունների ընթացքում սրբագրություն, խմբագրություն ու տենց տիկը գործեր եմ անում։ Իմ այս հետազոտական թեման իրականում սկսվեց կամ հետաքրքրությունը սկսվեց մի հրատարակությունից, որ արել ենք, որի ահագին հրատարակչական գործեր ես եմ արել այդ գրքում, այդ Միսակ Խոստիկյանի Դավիթ Փիլիսոփան ավարտաճառն է, որ մենք թարգմանել, ծանոթագրել, երկու մեծ հետազոտությամբ համալրել ու հրապարակել ենք։ Այդ մեր ներքին գրոց շարքի երկրորդ հատորն է։ Ուրեմն Միսակ Խոստիկյանի այս աշխատանքի հատորի վրա աշխատելիս ես սկսեցի նկատել, որ եկեղեցին շատ հետաքրքիր տեղ ունի մեր կյանքում եւ եկեղեցու բարենորոգման օրինակ փորձեր կան, որոնք հետաքրքիր բաների են բախվում, թե եկեղեցու ներսում, թե լայն հասարակության շրջանում, ինչքան էլ դրանք հանուն լավ գաղափարի են, հանուն մի լավ բանի են, բայց տարօրինակ խնդիրների առաջ են կանգնում։ Միսակ Խոստիկյանը հայ եկեղեցու բարենորոգչական շարժման մասամբ նաև մասն է եղել, այնտեղ հարցեր կան իհարկե, եւ այս նույն շրջանն էր, որ ես սկսեցի ուսումնասիրել արդեն հայկական արդիությունների ուսումնասիրման նախագծում, իմ առաջին հետազոտությունը կոչվում է Եկեղեցի ժողովուրդ, ուրեմն էլի այս նույն հակասության մասը է, էլի, երբ որ եկեղեցի կա, ով ինչ որ ընկալում ունի հայերի, ինչ որ կերպ է պատկերացնում, թե հավատավոր հոտը ինչ պետք է լինի, եւ փորձում է կարծես կրթության, լուսավորության եւ քարոզի միջոցով բարձրացնել հայությանը, որպիսի ժողովուրդը համապատասխանի իր իդեալում ունեցած հավատավոր հոտի կերպարին, մյուս կողմից ժողովուրդն էլ ցույց է տալիս, որ ուրիշ ձև է հասկանում բարքը, կյանքը, կենցաղը, հավատքը։ Հիմա այս հակասությունների իմ հարցը, երբ որ սկսեցի հայկական արդիությունների ուսումնասիրության նախագիծը։ Մենք այս նախագիծը սենց է կազմված 2 տարին մեկ կազմվում է նոր հետազոտական ուղղություն, կարծես, մոդուլ։ Առաջին մոդուլը կոչվում էր Բարք եւ քաղաքականություն։
Հիմա իմ հետազոտության ներսում քաղաքականությունը եկեղեցական քաղաքականությունն էր եւ տակից աշխատում էր բարքի այն ձևերը, որ ասում եմ բարք հասկանալի է, չէ՞, այսինքն տալ առնելու սովորականի մակարդակը, ուրեմն բարքի ձևերը, որոնք ընդդիմանում են իրականում դառնալ այն իդեալը, որ ունի ժողովուրդը եկեղեցին ժողովրդի մասին։ Արդեն հասել ես Սեմփուլին, որ սկսել ես հասկանալ այդ հակասությունների կամ տարբեր պատկերացումների պատճառները, որոնք են, թե դեռ շարունակում ես այդ հարցի պատասխանը փնտրել։ Գիտես, ինձ թվում է պատասխանը այն չի, որ պատճառը որն է։ Կարևոր է տեսնել, թե կոնկրետության մեջ շատ կոնկրետ վավերագրերի, փաստաթղթերի, կոնկրետ դրվագների մակարդակում ինչ հակասություն է տեղի ունենում։ Որտեվ պատճառները կարող են շատ լինեն եւ գիտության մեջ ընդհանրապես տենց վտանգ կա, որ կարաս գնաս աղբյուրը փնտրելու, իսկականը հայտնաբերելու այս տանող ուղղությամբ, կանխատրամադրված ուղղությամբ, հա, գնաս ոչ թե։ Մի տեսակ ոնց որ մտածես սկիզբը որտեղից է այս խնդրեմը եկել ու տենց գնաս ճշմարտությունը բացահայտելու մղումով։ Դու ավելի շատ գործընթացն ես ուզում հասկանալ։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է, թե ինչա կատարվում, երբ որ օրինակ, ինչ պատկեր ենք տեսնում, երբ որ օրինակ բարենորոքիչները, Կարապետ Տեր-Մկրտչյանն էր, բարենորոքչական շարժման առաջամարտիկը, ինչա լինում իր հետ, երբ որ ինքը սկսում է ժողովրդին կրթելու, քարոզելու իր այդ եւ եկեղեցին ներսից փոխելու իր այդ մեծ հավակնոտ եւ ազնիվ ծրագիրը իր հետ ինչ է կատարվում կամ ուրիշ տարբերակ կա եկեղեցին բարենորոգելու ժողովրդին հասկանալու այդ ուրիշ տարբերակը իմ հետազոտության մեջ մի ուրիշ գիտնական էր որին ես տենց բացահայտեցի եւ տարվեցի իրանով այդ Գալուստ Տեր-Մկրտչյանն էր այս մարդն էլ գնացել էր Եվրոպական համալսարաններ, սովորել էր, դարձել էր դպիր եւ ծանր հիվանդություններ ունեցել ու չէր կարողանում քայլել։ Եվ ինքը մեր մոտ հայագիտության հիմնադիրներից կարելի անվանել իրան, միջազգային մասշտաբի գիտնական էր իր խցի ներսում եւ կարողանում էր բարքի հայերի կյանքում ընդունված տալ առնելու սովորական ձևերի մակարդակում գործ առաջ մղել։ Ավելի լավ էր հասկանում ժողովրդին, դրա համար իրենց հետ լեզու էր գտնում, կարող ենք ասել։ Կարող է ոչ միայն ավելի լավ էր հասկանում, այլ նշանակություն էր տալիս։ Համարում էր, որ բարքը կարևոր է, ոչ թե մի բան է, որ պիղծ բան է պետքա մաքրել, այլ հետաքրքիր բան է։ Պետք է ուշադրություն դարձնել։ Իրա մոտ եմ ես առաջին անգամ կարդացել, որ ինքը ասում է հայերի բարքի պատմություն է պետք գրել։ Հետո կողքնել փակագծում գերմաներենով այդ բառը գրում։ Այդտեղ հասկացա, որ ինքը այն մարդկանցից է, որ լուրջ է վերաբերվում մեր ապրելու սովորական ձևերին եւ փորձ չի անում իդեալ սարքել հայ ժողովրդից։ Բացի եկեղեցուց եւ եկեղեցական գործիչներից քո հետազոտությունների մի զգալի հատված էլ վերաբերում է Ավարայրի ճակատամարտի Վարդան Մամիկոնյանի կերպարին եւ բարբերաբար Հայաստանի պատմության տարբեր շրջափուլերում դրան հղումներին։ Ուզում եմ մի քիչ քո հետազոտական էսուղության մասին էլ պատմես, թե այս թեմայով ոնց հետաքրքրվեցիր ու ինչ ուսումնասիրություններ ես այս ուղղությամբ անում։ Դե նախորդիվ ասացի, որ եկեղեցու շուրջ սկսել էի արդեն հետազոտություն անել եւ այս հետազոտություններից բարձր եղավ, որ մեր եկեղեցու մատրիցան խտացումը այդ 5-րդ դարն է։ 5-րդ դարում եւ երկրորդ մոդուլը նախագծի կոչվում էր պետությունը բաղձանքի եւ կենցաղի միջև։ Ուրեմն պետք էր այսինքն մտածելու մեր ուղղությունը դարձավ պետության կառուցումը մեր մոտ։ Ոնց են հայերը հասկանում պետություն, ոնց են կառուցում, ինչ նպատակներով են կառուցում եւ այդ ոնց է կապված մեր եկեղեցու հետ։ Ըստ էության, իհարկե հումորները շատ են, որ ինչի եմ ես այսքան կապվել Վարդան Մամիկոնյանին, որ ուրիշ հերոսի անուն չգիտեմ, բայց ըստ էության դա իմ հարցը, թե ոնց է լինում, որ երբ որ մենք պետություն ենք կառուցում, տակը դրվում է
հանուն պետության գաղափարի նահատակվելու մտայնությունը, որը գալիս է 5-րդ դարից Եղիշեի, Վարդանա եւ Հայոց պատերազմի երկից։ Ես շատ կոնկրետ եմ ցույց տալիս իմ հետազոտություններում, որ ամեն կոնկրետ արդիացման կոնկրետ հանգրվանում 19-րդ դարի վերջին 20-ի սկզբին 1918-ին, երբ որ առաջին հանրապետությունը եղավ 1940-ականներին երկրորդ համաշխարհային պատերազմում եւ այդ թվում նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության համար Վարդան Մամիկոնյանի կերպարը ինչքան էլ դարձել է ինքը տենց մշակութային իկոնա եւ լուրջ չի ընկալվում, բայց տենց մի տեսակ հետևում կանգնած ուրվականի պես նահատակվելու հանուն գաղափարի նահատակվելու հասկացությունն է կամ մտայնությունն է խտացնում մեր համար, որը հազար ու մի բանի է բերել այդ թվում բաների, որոնք ականածս են եղել վերջերս։ Նաև ցույց տես, որ արվեստի տարբեր գործերում անընդհատ էլի տարբեր գրական եւ նաև պատկերային արվեստի ներկայացուցիչներ էլի հղումներ են կատարում։ Հա, հիմա իմ հետազոտությունը արվեստում Վարդան Մամիկոնյանն է, շատ հավես հետազոտությունն է, թե ոնց է հայ նկարիչը երևակայել 19-րդ դարում Վարդան Մամիկոնյանին։ Տենց ասում եմ շատ հավես իմ հետազոտության մասին կներեք, բայց հարցն է ինձ շատ հետաքրքիր, հիմա տենց շատ հետաքրքիր հարց է, թե ոնց է ստացվում, որ երբ որ ասում եմ Վարդան Մամիկոնյան, ամեն մեկիս մտքում մի հատ պատկեր կա, չէ՞։ Բայց բոլորինս ոնց որ նույնն է վերջը լինում, որովհետև արվեստի գործերով մեր մոտ այդ բայց հո այդ ճիշտ պատկերը չի, հո Վարդան Մամիկոնյանը այդ տեսքը չի ունեցել։ Դե բնականաբար։ Բայց երբ որ մտածում ես, որ 19-րդ դարում կոնկրետ նկարիչ դրել իրան երևակայել է ու այդ դարձել է մեր երևակայությունը, այստեղ հետաքրքիր հարցեր են բացվում, էլի արվեստի, երևակայության, ազգության եւ այլնի մասին։ Դու նաև դասավանդում ես Գեղարվեստի պետական ակադեմիայում, ինչ առարկաներ ու մի քիչ ուսանողների հետ աշխատանքից էր պատմիր։ Դե ակադեմիայում դասավանդելը ես սկսել եմ 21 թվականից, այսինքն 5-րդ տարին է այս տարի։ Իմ համար շատ հետաքրքիր փորձ է։ Փորձը ո՞րն է? Փորձառություն։ Այսինքն գիտություն անելը տենց մենակ բան է, բայց երբ որ առիթ ես ունենում գիտական հետաքրքրություններդ ուրիշների հետ կիսելու ու ոչ թե նենց որ ընկերոջդ ականջին թթվես մանր հետազոտական հարցեր քննարկես, այլ ուսանողներ են, ովքեր իրենք էլ հետաքրքրված են նրանով, ինչով դու ես հետաքրքրված, այդ փորձը ինձ թվում է ինձ լավ գիտնական է սարքում ավելի եւ հույս ունեմ նաեւ ուսանողներս էլ պետքական լինում։ Ես երեք մտածում էի, որ շատ առարկաներ եմ դասավանդում այնտեղ։ Արվեստի պատմությանն են վերաբերում քո հետազոտություններին։ Այո, իմ բախտը բերել է այդ առումով, որ ես դասավանդում եմ հիմնականում այն բաները, որոնք ինձ շատ հետաքրքիր են, այդ ազգագրություն եւ արվեստաբանություն, ժամանակակից արվեստաբանության խնդիրներ, արվեստի քննադատության պատմություն, ստեղծագործական հետազոտություն, որ դասավանդում եմ արվեստագետներին, ոչ թե արվեստաբաններին, հետազոտության մեթոդներ արվեստաբանների համար, կուրատրություն, որ նոր է Հայաստան, այսինքն մեր ակադեմիայում այդ նոր դաս է, եւ էլի մի ուրիշ նոր դաս, որ այս տարի եմ սկսելու ու շատ ողջորված եմ դրանով, հայ արվեստաբանության պատմություն։ Ստեղ այս առարկաներից բոլորը ըստ էության կապված են իմ մտահոգությունների հետ այս կամ այն կերպով։ Ու վերջում արվեստաբանությունից Հովհաննիսյան ինստիտուտում քո հետազոտություններից ու դասավանդելուց դուրս ունես ինչ-որ հետաքրքրություն, որին սիրում ես ժամանակ հատկացնել ու որը գուցե չգիտեմ արվեստի ինչ-որ ճյուղի հետ կապ ունի։ Ընդհանրապես տենց հաճախ է լինում, որ ասենք մեկ ասում է ազատ ժամանակ ինչով ես զբաղվում։ Ես մտածում եմ, որ գիտություն անելը բան աշխատանք չի, 9-ից 6-ը աշխատանք չի, ինքը տենց ամեն սա կյանքդ վերցնող գործ է ու այդ առումով ազատ ժամանակ դժվար է առանձնացնել օրվադ մեջ ինչ-որ ժամանակ, որ ազատ ես։ Ուտելիք սարքել եմ ես շատ սիրում, այդ իմ համար հավես գործ է, որպես եթե տենց համարենք, որ ազատ ժամանակին նվագել եմ մի քիչ, ավելի վաղ
հոգևոր երգ չախմբում եմ երգել, բաներ կան իհարկե, որ ինձ տենց հավես են, հետաքրքիր են, բայց բոլորն էլ մի տեսակ ամփոփվում են նրա մեջ, ինչ որ անում եմ մասնավորապես, իսկ այդ արվեստաբանությունն է, գիտությունն է։ Շնորհակալ եմ զրույցի համար, Նարէ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV-ի եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն էր եւ իմ հյուրն այսօր Նարէ Սահակյանն էր։